Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, ԱՄՖԿ YouTube-յան ալիքի ուղիղ եթերում քիչ անց կտրվի խաղային շաբաթվա վերջին խաղային օրվա մեկնարկը։ Այսօր 4 հանդիպում ունենք, որից առաջին դիվիզիոնի շրջանակում է, Ադանան մրցում է Ասթոն Վիլայի հետ եւ սա խոստանում է իհարկե լինել շատ հետաքրքիր հանդիպում, երկու թիմերն էլ շատ նման են միմյանց, հարձակողական ֆուտբոլ է նախընտրում խաղալ եւ դա հետաքրքիր պատկեր է ստեղծում դաշտում։ Եկեք հայտարարություններին ծանոթանանք այս հանդիպման համար երկու թիմերի, որից հետո արդեն կարող ենք կենտրոնանալ ու անդրադառնալ այս մրցավեճին։ Սկսեմ, Ասթոն Վիլայից Արմեն Ապերյանը պաշտպանում է թիմի դարպասը համար 13, Գիանիս Սարգսյան համար 7, Յան Գոնչարով 8, Զավեն Խաչատրյան 10, Տիգրան Մուշեղյան 33, Ռուբիկ Գալստյան 44 եւ Արծրուն Սարգսյան համար 66։ Ադանայի դարպասը ներողություն Արթուր Մորյանն է պաշտպանում համար 75, Վովա Պողոսյան 3, Արթուր Ղարիբյան համար 4, Ցոլակ Ներսիսյան 6, Արտաշես Թովմասյան համար 7, նա նաև թիմի ավակն է, Դավիթ Թմոյան 8, Արմեն Պետրոսյան 9, Լևոն Թոպալ Կարաջյան համար 10, Արսեն Բարոյան 12, Ալեքս Ռուբենյան 18 եւ Տիգրան Մխիթարյան համար 22։ Մեկնարկային սուլիչը տրվել է հանդիպման, խաղը սկսված է եւ այս խաղի առաջին գրոհը ձեռնարկելու է Ասթոն Վիլան սեփական պաշտպանությունից։ Փորձում են դուրս գալ Ապերյանը փոխանցում կատարեց, բայց պրեսինգ եւ ադանախլում է գնդակը, Ղարիբյանը դեպի աչիեզր փոխանցում կատարեց, տեսնենք այս փորձը ինչպես է ստացվելու եւ հարված դարպասից կլինի։ Շատ արագ ադանախլեց գնդակը, բայց առաջ շարժվել չստացվեց։ Ուժեղ փոխանցում տեսանք առաջ, այստեղ էլ այս գրոհը արդեն չի ստացվում, շատ արագ էլ Ասթոն Վիլան գնդակ կորցրեց, Մորյանը դեպի Թովմասյանն աչիեզր փոխանցում կատարում եւ գրոհ է սկսում։ Ադանան կորցրեցին գնդակը, փոխանցում դեպի Գալստյանը ձախ եզր, տեսնում ենք հարված եւ բարձր ստացվեց այս փորձը։ Մորյանը դեպի Պողոսյանն ուղարկեց գնդակը ձախ եզր, ուժեղ փոխանցում առաջ։ Գնդակը Ղարիբյանի մոտ է, պաշտպանության կենտրոնում։ Պողոսյան եւ Սարգսյան այստեղ փորձեց խլել գնդակը, եզրային նետում կլինի։ Պողոսյանը թողնում է գնդակը Ղարիբյանին։ Վերջինս ուժեղ փոխանցում կատարեց առաջ դեպի արձակման աչիեզր, բայց այստեղ տեսնենք կստացվի հասնել այս գնդակին թե ոչ, ամեն դեպքում չի հաջողվում, այսօր Ադանան հատուկ տարբերակիչ ժիլետներով է, շատ ֆուտբոլիստների թվանշաններ չի երևում, բնականաբար բոլորը չեն կարող համադրել, կոնկրետ թվանշանի ժիլետ է կրել, այնպես որ այս հարցով խնդրում եմ մի փոքր ներողամիտ լինել։ Եզրային նետում կլինի գնդակը խաղի մեջ է մտցնելու։ Ադանան Պողոսյանը դեպի Թովմասյանն է փոխանցում կատարում, ով պաշտպանության կենտրոնում է եւ Ղարիբյանը ուղարկեց գնդակը Մխիթարյանի ուղղությամբ աչիեզր։ Եվ դեպի ձախ եզր։ Եվ հեռացված է գնդակը, բայց այստեղ ձեռքով խաղ է արձանագրում հանդիպան մրցավարը եւ գնդակը լինելու է Ասթոն Վիլայինը, չնայած Սարգսյանն էլ կասեցրեց, բայց ամեն դեպքում դարպասապա այստեղ վերցնում է գնդակը Ապերյանը եւ գլորում Գոնչարովի ուղղությամբ։ Դեպի ձախ եզր, բայց չստացվեց։ Գալստյանի ուղղությամբ այս փոխանցումը կատարել Ադանա եզրից նետելու։ Եվ նորից Ասթոն Վիլայի ֆուտբոլիստները գնդակով են, Սարգսյան դեպի ձախ եզրը տեղաշարժում թողեց գնդակը Գալստյանին, նորից Սարգսյան ստացվեց առաջ ուղարկել գնդակը, տեսնենք այս փորձը ինչպես կստացվի, Տիգրան Մուշեղյանը շարունակություն, այստեղ չկարողացավ տալ այս գրոհին, Թոպալ Կարաջյանը ձախ եզր է տեղաշարժում գնդակը, այստեղից Մխիթարյանի ուղղությամբ փոխանցում
Գալստյանը ձախ եզր ուղարկեց գնդակը Սարգսյան Թովմասյանն է հաջող գործում ճիշտ է մի անգամից 2-7 համարների պայքար Սարգսյանը վերադարձրեց գնդակը Գոնչարով հերվից է փորձում Թմոյան Եվ դեպի Տոպալ Կարաջյանը, բայց պայլ գնդակը այստեղ չհաջողվեց ու հարպասապան է տիրում գնդակին Եվ դեպի Ձախ եզր այսօր Գրիգորյանի բացակայությունը մի անգամից զգացվում է եզրային նետում կլինի Գալստյան Սարգսյան կենտրոնում առայժմ ցածր է հանդիպման տեմպը թիմերը ավելի այսպես հետախուզական իրավիճակում են դեռ չեն շտապում դեռ ռիսկի չեն գնում Գալստյանն է նույնիսկ նահանջել պաշտպանության ձախ եզրում է եւ լավ էր մտածել, բայց ամբողջականացնել այս անցումը չստացվեց, ես նշեցի, որ այսօր 4 հանդիպում ունենք, շատ հագեցած խաղային օր է, ընդ որում բարձրագույն դիվիզիոնից խաղ կա եւ այստեղ կա խախտում, բայց Գալստյանն է թիկունքից խախտել խաղի կանոնները, հուսանք, որ լուրջ վնասված չի ստացել, ճիշտ այնց Գալստյանը հայտնվեց խոտածածկին, բայց հուսանք, որ վնասվածքը լուրջ չէ Եվ կա մրցավարի սուլիչը կարելի է իրացնել այս ստանդարտը Ղարիբյանը փորձեց Թմոյանի ուղղությամբ գլորել գնդակը, ամեն դեպքում ասավ գնդակը Թմոյանին, տեսնենք ինչ շարունակություն է մտածել, վտանգավոր փորձ է ու դարպասապո Ապերյանն այստեղ օգնության ասավ իր թիմին, շատ հետաքրքիր իրավիճակ ստացվեց, միջև Թմոյանն էլ լավ անդրադարձ եղավ գնդակը հայտնվեց Թմոյանի մոտ հետո այս փորձը տեսնենք եւս մեկ վտանգավոր հարված ու գնդակը նորից դարպասում չէ Եվ այդ դրվագում նաև այլ ուղղությամբ էր Թմոյան ուղարկում գնդակը, բայց հայտնվեց Տոպալ Կարաջյանի մոտ վերջինս վտանգավոր հարված կատարեց եւ ստանդարտից եւս մեկ վտանգավոր հարված Ադանայի մոտ ստացվեց կատարել։ Ճիշտ է, գնդակը չհայտնվեց դարպասում եւ արդեն կարելի է արձանագրել, որ ավելի շատ գոլային պահ է ստեղծել այս խաղում Ադանան։ Երկու պահ ունեցան Սարգսյանի հիմա աչքի եզրում գնդակով է, բայց ամեն դեպքում ստացվեց երկու պահերից կետ մեկը գոլով ավարտել վտանգավոր փորձեր, բայց Մուշեղյանը դիպուկ գտնվել այստեղ չկարողացավ առհասարակ, եթե վայրեջքի կետը նայենք, իհարկե սա արված միանշանակ չի համարվում Թմոյան, դեպի Տուգանային հրապարակ հաջող փոխանցում, ամեն դեպքում ստացվեց ու 1-0 Տոպալ Կարաջյանը բացում է հանդիպման հաշիվը, Ադանան առաջ է անցնում հաշվի մեջ, Թմոյանի փոխանցումը շատ լավն էր եւ կառուցեց այս գոլը հենց Ադանայի կիսապաշտպանը, այսպես ունենք առաջին գնդակն այս խաղում 1-0 Ադանայի ֆուտբոլիստներն առաջ են անցնում հաշվի մեջ ու տեսնենք Աստոն Վիլան ինչպես է պատասխանելու։ Այո, շատ արագ 3 պահ ստեղծեց Ադանան մրցակցի դարպասին եւ երրորդ փորձով ստացվեց աչքի ընկնել գոլով։ Սարգսյան պաշտպանության կենտրոնում է այդ փոխանցում դարպասապահ, վերջինս առաջ է ուղարկում գնդակը դեպի մրցակցի պաշտպանություն, որտեղ Ղարիբյանն էր եւ ընդունեց գնդակը, շրջանցում է մրցակցին եւ դեպի աչքի եզր Արտաշես Թովմասյանն է այստեղ գնդակով եւ օթային փոխանցում գնդակը հայտնվում է ձախ եզրում Տոպալ Կարաջյան, բայց բաց թողեց գնդակը։ Այստեղ Ադանայի եւ առայժմ այս հանդիպման միակ գոլի հեղինակը։ Գալստյան այդ փոխանցում դեպի ձախ եզր արդեն դեպի Սարգսյանը վերջինս սպանում է գնդակը Սարգսյան Գոնչարովի հետ շատ գեղեցիկ խաղարկում ստացվեց մնում է Սարգսյանը գնդակով Գոնչարով դեպի Գալստյանը ձախ եզր վերջինս օթային փոխանցում է կատարում եւ Պողոսյանն այստեղ ներողություն Տոպալ Կարաջյանին թողեց գնդակը Ղարիբյան ուժեղ փոխանցում առաջ դեպի ձախ եզր Թմոյան
թողնում է գնդակը Պողոսյանին, նորից Թմոյան։ Վերջինս առաջ ուղարկեց գնդակը, դեպի Տուգանային հրապարակ փորձեց Մուշեղյանը, հաջող է գործում Գալստյան։ Դեպի Աչիեզր։ Նորից Գալստյանը տիրում է գնդակին, տեսնենք ինչ է մտածել։ Անցման փորձ այստեղ եւ Պողոսյանը հեռացնում է գնդակը, եզրային նետում կլինի։ Պետ փոխանցում դեպի Սարգսյանը, բայց Տոպալ Կարաջյանը եկավ ու խլեց գնդակը, ճիշտ է այստեղ Սարգսյանը թույլ չի տա, բացի դրանից դարպաս Սապա Ապերյանն է վերցնում գնդակը այս իրավիճակում։ Փոխանցում դեպի Գոնչարովը վերջինս ձախ եզրը ուղարկում գնդակը, Ապերյան։ Ձախ եզրում Ղարիբյանն է, Ադանայի ավագը, հեռվից տեսնում ենք հարվածի փորձ եւ պաշտպանը իր վրա ընդունեց, եւս մեկ հարված ենք տեսնում։ Այսպես Ադանան շարունակում է շատ սուր հարվածներ կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, անընդհատ պայր ենք տեսնում, անընդհատ սուր պայր։ Գնդակը մնում է Ասթոն Վիլայի ֆուտբոլիստների մոտ, աջ եզրից եզրային նետում կտեսնենք Սարգսյանն ընդունեց գնդակը եւ երկու մրցակից էր ճնշում Սարգսյանին, փոխանցում Մուշեղյանի ուղղությամբ եւ Գոնչարովը դեպի ձախ եզր է ուղարկում գնդակը, Գալստյանն այստեղ շարունակում է թիմի վտանգավոր հակագրողը, Թովմասյանը դիմավորել է մրցակցին, անցավ այս փոխանցումը, բայց ամենալավ պային երևի թե չստացվեց արձագանքել, Գոնչարովը նորից հաջող է գործում, բայց ամեն դեպքում սայթակեց այստեղ, հետո պայքարեց նույն գնդակի համար, Ղարիբյանից դուրս եկավ, այո, միջև գիծը ատել է աննշան, բայց Ղարիբյանից հպում կար այս գնդակին, դա էլ եզրային նետում պարգևեց Ասթոն Վիլայի ֆուտբոլիստներին, Գոնչարովը դեպի Գալստյանն է փոխանցում կատարում, ներողություն, հեռվից փորձ եւ անկյունային կլինի, նորից աննշան գնդակին հպում կար, Մորյան այս անգամ դարպասապահը կատարեց։ Տեսնում ենք փոխանցում խառնաշփոթ է Տուգանային հրապարակում, այստեղ ձեռքով խաղ կար Ասթոն Վիլայի ֆուտբոլիստի կողմից։ Տեսնենք Թմոյանն է գնդակով։ Եվ այս փորձը տեսնենք ինչպես է ստացվելու, գնդակը ձախ եզրում է, Տոպալ Կարաջյան, Թմոյան, եւ հաջող է գործում Ասթոն Վիլան պաշտպանությունում, Գալստյան, Թովմասյանը խլեց գնդակն աջ եզրում, դեպի ձախ եզր ուղարկեց գնդակը, բայց չի ստացվում հասնել այդ գնդակի հետևից։ Եզրային նետում է լինելու, տեսնում ենք փոխանցում դեպի ձախ եզր եւ գնդակը Ասթոն Վիլային է լինելու ցույց է տալիս մրցավար, այստեղից փոխանցում առաջ Ղարիբյանը, իհարկե թույլ չի տա տիրել այս գնդակին, շատ հարմար փոխանցում էր պաշտպանի համար եւ Արտաշես Թովմասյանն է շարժում առաջ դեպի աջ եզր փոխանցում հետևեց եւ շատ վտանգավոր փորձ 2-0 Ադանան առանց խնդիրների այստեղ անցավ ամբողջ Ասթոն Վիլայի պաշտպանությունը բոլոր ճակատներով եւ 2-0 է դառնում հանդիպման հաշիվը, ով պետք է փակեր արդեն բարդ է ասել, քանի որ չկար գետ մեկ ֆուտբոլիստ, ով այս գրոյի մեջ ներգրավված էր եւ նա ճնշում ուներ մրցակցի կողմից։ Եվ այսպիսի ազատություն ստանալուց հետո իհարկե պետք է հաշիվը դարձնել 2-0 մեծանում է առավելությունը Ադանայի
բայց պետք է սպասել, իհարկե, պետք է սպասել։ Այստեղ իրականում նման բան չի կարելի իհարկե անել, պետք է սպասել մրցավարը սուլի։ Գրանցումներ էր անում մրցավարը, ֆուտբոլիստներն այնտեղ արդեն հավարկեցին գնդակը, պայքարեցին այդ գնդակի համար Գոնչարով դեպի Աչիեզեր։ Եվ գնդակը Թոմասյանի մոտ է։ Եվ կա խախտում այստեղ, բայց Տուգանայինից դուրս էր։ Տեսնենք ինչպես կստացվի Աչիեզրից այս փորձը։ Հետևեց հարվածի փորձ այստեղ Գոնչարով։ Եվ դեպի Գալստյանը շատ լավ հակագրոհ է ստացվել, պետք է օգտագործել այս շանսն։ Իհարկե, հետևում է արված Մորյանը փրկեց։ Ինչ հակագրոհ էր իհարկե մեկ փոխանցումով Գոնչարովը եւ Գալստյանն իհարկե իր տեղից փոխվելով ու արձագանքելով ամբողջ դաշտը կարելի ասել թողեցին թիկունքում եւ շատ լավ շանս էր իրականում այստեղ չկա շատ բան ասելու իհարկե պետք էր գրավել դարպասը Մորյանին բրավո իհարկե այս սեյվի համար բայց սա այն դրվագներից էր որտեղ պետք էր անկասկած աչքի ընկնել գոլով բարդ է ասել Գալստյանն էլ այն ֆուտբոլիստը չէ իհարկե ով հաճախ է վրիպում հատկապես այսպիսի դիրքերից իհարկե բայց ամեն դեպքում ստացվեց եւ Ադանան հնարավոր է պատասխանի մրցակցին եւ Սա շանս է ու խնդրեմ 3-0 չես խփում դու խփում են քեզ իհարկե եւ մեծացնում է Ադանան իր առավելությունը այնտեղ Տուգանային հրապարակում էր միմյանց լավ չհասկացան Սարգսյանը եւ Ֆապերյանը ու Ադանան երրորդ գնդակն է խփում այս խաղում այնինչ ընդամենը վարկյաններ առաջ կարող էին բաց թողնել առաջինը եւ այսպիսի իրավիճակ դաշտում Խնդրեմ ունենք դարպասի գրավու Գոնչարով հետ փոխանցում դեպի Ջանի Սարգսյանը Ֆերաստում է դարպասապա ու անկյունային կլինի Եվ տեսնենք Աչիեզրից ստանդարտ, որը վաստակել է Ադանան օթային փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Ղարիբյանը հարվածում է եւ եւս մեկ անկյունային կլինի Արդեն ձախ եզրից Տեսնենք այս փորձը ինչպես կստացվի Գոնչարովը խլում է գնդակը դեպի Տուգանային հրապարակ Ղարիբյանը այստեղ էլ է նույնիսկ հաջող խլում կատարում պաշտպանությունում բայց մրցակցի պաշտպանությունում Տոպալ Քարաջյան Ղարիբյան տեսնենք հարվածի ճանապարհ է փնտրում ամեն դեպքում հարվածում է եւ հեռացված է գնդակը եզրային նետում կտեսնենք Մոյան, տեսնում ենք հարված և Աստոն Վիլան է անցնում գրոյի Եզրային նետում կլինի Գալստյան ընդունեց գնդակը ձախ եզրում տեսնենք սա իհարկե ծանր իրավիճակ է, բայց վերջնական դատավճիռ չէ իհարկե, բայց այսպես շարունակվելու դեպքում 4-0 Պողոսյանն է իմ այլ աչքի ընկնում, ինչ է կատարվում Աստոն Վիլայի պաշտպանությունում, պետք է ուղղակի անել գնդակը պաշտպանությունից, նման ռիսկերի չեն գնում եւ Ադանան հերթական անգամ ցույց է տալիս ինչպես է օգտվում, այո հարցակման գծում հարցեր չկան իհարկե, բայր ստեղծում է Աստոն Վիլան, բայց պաշտպանությունում է սպարզ իրավիճակներում թույլ տված սխալները Հետևանքներ են ունենում 4-0 եւ սա շատ մեծ առավելություն է արդեն իհարկե առաջին խաղակեսի համար ու արդյունքի տեսանկյունից Աստոն Վիլան շատ է հեռանում։
Դրականից խաղով այո կարող են երկրորդ խաղակեսում լավ ֆուտբոլ խաղալ բնականաբար կարող են շատ պայեր ստեղծել, բայց արդյունքի տեսանկյունից էլ նաև եթե նայենք այս հանդիպմանն, ապա Ադանան շատ հարցեր է լուծում եւ եւս մեկ գրո նորից պաշտպանությունում ազատ գոտիներ փոխանցում դեպի Թոփալ Կարաջյանը, բայց Սարգսյանն է փակում այս գնդակի ճանապարհը։ Աչիեզրից փոխանցում եւ կար խախտում այստեղ։ Եվ տեսնում եք օթային փոխանցում Ղարիբյանն այստեղ առաջինն է։ Եվ դեպի Թոփալ Կարաջյանը ձախ եզր, տեսնենք այս փորձը, ինչպես է ստացվելու Թմոյան դեպի Տուգանային հրապարակ եւ հեռացված է։ Այստեղ գնդակը Պողոսյան ձախ եզրում է, թողեց գնդակը Թոփալ Կարաջյանին եւ եզրային նետում է լինելու։ Արկեց գնդակը, Ադանան ցածրից փոխանցում եւ Գոնչարովը Գալստյանի ուղղությամբ էլ փոխանցում, նորից ազատ էր մնացել Գալստյանը, նա արագություն ունի, իհարկե ցանկացած ուժեղ փոխանցման հետևից միանշանակ հասնող է, իհարկե տրամաբանական սահմաններում, ոչ թե չափազանց ուժեղ, այլ գոնե միջին արագությամբ ընթացող գնդակին կարող է Գալստյանը հանգիստ հասնել։ Գոնչարով ընդունեց գնդակը, առայժմ Ասթոն Վիլայի ամենալավ ֆուտբոլիստը դաշտում եւ խաղում էլ իհարկե Գոնչարովը լավ տպավորություն թողնում է։ Տեսնենք այս փորձը ինչպես կստացվի, հետևում է արված, բայց բարձր էր։ Եվ շարժում է առաջ։ Ադանան աչիեզրից դեպի ձախ եզր փոխանցում գնդակի աջող խլում։ Այստեղ բայց առաջ թողեց Ասթոն Վիլայի ֆուտբոլիստը գնդակը նորից պայքար մղեց եւ Պողոսյանն է հաջող խլում կատարում գոլերից մեկ եղինակ հենց Վոա Պողոսյանն է ու տեսնենք հերվից հարված, բայց շեղ է այս հարվածը 3 րոպե ունենք միջև առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտը ամբողջ խաղի տեսանկյունից շատ մեծ հարցեր է լուծում Իհարկե Ադանան 4 գնդակ, արդեն Ղարիբյան հերվից փորձ դարպասապ Ապերյանը հասցնում է փրկել իրավիճակն այստեղ։ Տեսնենք ձախ եզրից ինչպես է ստանդարտը ստացվելու։ Հերվից հետևում է հարված, բայց այս փորձն արդեն դիպուկ չստացվեց Բարոյանն էր։ Արված եղինակը Գալստյան ձախ եզրում ընդունում է գնդակը Ռուբիկ Գալստյանը փորձում է շարժվել առաջ եւ Թոմասյանն այստեղ փակեց մրցակցի ճանապարհը իրականում Գալստյանին էլ մեղադրելու չէ արժևում այսօր միայնակ է շատ ֆուտբոլիստներ են բացակայում Ասթոն Վիլայի կազմում Թոփալ Կարաջյան լավ փոխանցում էր գեղեցկության հետևից գնաց Բարոյանը վատ չէր մտածել բայց ամեն դեպքում չստացվեց Ասթոն Վիլայում Սանտրոսյանը չկա, Գրիգորյանը չկա, ով պաշտպանությունում իհարկե շատ հարցեր այսօր կլուծեր։ Իսկապես նա հիմնական կազմի ֆուտբոլիստ է, առաջատարներից մեկն է նույնիսկ այսպես կարելի ասել, բայց նրա բացակայության պայմաններում այսպես իրավիճակ է 4 գնդակ արդեն Ասթոն Վիլայի դարպասը։ Ղարիբյան շարժում է առաջ, հարվածի համար տարածություն է փնտրում, դեպի Աչիեզր ուղարկեց գնդակը Տուգանային հրապարակից ներս Տեսնենք ձախ եզրում է գնդակը Գալստյան փոխանցում դեպի Սարգսյանը, որ Տուգանային հրապարակում է
Օրվա ստարպասից կլինի։ Ղարիբյանը միջև վերջ վերահսկեց մրցակցին։ Վերջին րոպեն գնաց արդեն առաջին խաղակեսի։ Դժվար թե մրցավարը այս հաշվի պայմաններում ավելացնի։ Դեպի Տուգանային հրապարակ եւ Տոպալ Կարաջյան նուր փփում գնդակին ու 5-0 արդեն խաղակեսն ավարտված է, կարճ դադարի եւ մենք կվերադառնանք։ Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք, շարունակում ենք հետևել Նադանը Ասթոն Վիլա մրցավեճին, երկրորդ խաղակեսն է մեկնարկել, առաջին 25 րոպեներից հետո հաշիվը 5-0 է օգուտ Նադանայի, տեսնենք երկրորդ խաղակեսը, ինչպես կստացվի։ Գնդակը Սարգսյանի մոտ է, արդյունքի տեսանկյունից իհարկե պարզ է ամեն ինչ, նույնիսկ ավելորդ է նշել է, որ Ադանան կվերցնի 3 միավորը, բայց խաղային տեսանկյունից հնարավոր է Ասթոն Վիլան լուրջ այսպես մարտահրավեր ունենա մրցակցի համար։ Տեսնենք Տոպալ Կարաջյանն է ձախ եզրում, օթային փոխանցում, Թմոյանն աջ եզրում ընդունում է գնդակ, արդեն Տուգանային հրապարակում է եւ Տորպասապա փոքր ծանր հեռացրեց գնդակը, բայց ամեն դեպքում հեռացրեց։
Սարգսյան հաջող գործեց նա, այլ արագություն ունի Ասթոն Վիլան այնքան իհարկե որակ ունի, որ այս հաշվով չպետք է պարտվի մրցակցին։ Իհարկե տեսնենք ինչ կարող են փոխել։ Ավելին ենք սպասում, իհարկե Ասթոն Վիլայից քան այս հաշվով պարտվել է։ Բարդ է ասել, ինչն է պատճառը։ Այն որ քանակական պակասով են խաղում, այո, դա իհարկե պարզ է։ Յոթ ֆուտբոլիստ Ասթոն Վիլայից Սարգսյանը աչեզրում է, բայց ամեն դեպքում այսօր ամենակարևոր բացակայությունները իհարկե Սանթրոսյանի, Վարդանյանը չկա, իհարկե Գրիգորյանը չկա, շատ ֆուտբոլիստներ չկան իհարկե, ովքեր դաշտում հարց են լուծում, իհարկե Թմոյան այստեղ խլեց գնդակը, բայց կային դրվագներ, որտեղ կարելի էր իհարկե գոլերից խուսափել, տեսնում ենք փոխանցում, Բարոյանն ընդունեց գնդակը եւ ուղարկեց դարպասը, եւս մեկ գնդակ է խփում Ադանան այս խաղում։ Բայց անկախ այս ամենից կան ֆուտբոլիստների իհարկե, ովքեր փորձում են առջևում, բոլորով չեն կարող իհարկե գնալ առաջ, բայց Գոնչարովը, Սարգսյանը, Գալստյանը Գոնչարով տինում է գնդակին։ Թմոյան։ Եվ Բարոյանն է փոխանցում, հարված դարպասից կլինի։ Կարիբյան Սարգսյան դեպի աջ եզր է տեղաշարժվում, Բարոյանը փորձում է ճնշել մրցակցին եւ օթային փոխանցում Գալստյան գեղեցիկ անցում էր, Տուգանային հրապարակում է եւ Ղարիբյանը փակեց այս հարվածի ճանապարհը, անկախ ամեն ինչից շարունակում է լավ պաշտպանվել Ադանան։ Այս խաղի ավարտից հետո եւս մեկ հանդիպում շատ հետաքրքիր մրցավեճ բարձրագույն դիվիզիոնից Արմավիրն ընդդեմ Ատլետիկոյի եւ գնդակը Բարոյանի մոտ է փոխանցում դեպի Տուգանային հրապարակ այստեղ տեսնենք ինչպես կստացվի այս փորձը հարված դարպասից է լինելու Եվ Թմոյանն է այստեղ գնդակով, ճիշտ է պրեսինգ Ասթոն Վիլայի ֆուտբոլիստի կողմից, բայց միևնույն է գնդակը չստացվեց, հասցնում է Բարոյանը, օթային փոխանցում եւ գնդակը Թովմասյանի մոտ է դեպի Թոփալ Քարաջյանը, Թովմասյան լավ խաղարկում է, շետևեց հարված փակված է եւս մեկ փորձ դարպասապան է արդեն հեռացնում Գալստյանը Տուգանային հրապարակում է Արտաշես Թովմասյան վերադարձրեց գնդակը եւ ամեն դեպքում հեռացրեցին երկու հարվածի փորձ, մեկ անցման փորձ բոլորը փակեցին Ղարիբյան եւ գրո է սկսում Ադանայի պաշտպանը դեպի աջ եզր Թմոյան ներողություն շարժում է առաջ Դավիթ Թմոյանը մտնում է Տուգանային հրապարակ Բարոյանի հետ խաղաց Թմոյան ցածրից փոխանցում եւ Ասթոն Վիլան կարող է հեռացնել գնդակը պաշտպանությունից Գոնչարով փոխանցում առաջ դեպի ազատ խաղանկերը դաշտի միջնամաս Ադանան տեսեք ամբողջ թմով գնացել էր առաջ այնպես որ նույնիսկ պաշտպանությունում ֆուտբոլիստ կարելի ասել չէր մնացել Բարոյան դեպի Տուգանային հրապարակ եւ Թոփալ Քարաջյանի
Այս սպումը գնդակին շատ ուժեղ ստացվեց ու հարված դարպասից կլինի։ Եվ լավն է փոխանցումը, Սարգսյանը Տուգանային հրապարակում է, իսկ Ղարիբյանը ևս մեկ հաջող պաշտպանություն է ցույց տալիս անկախ հաշվից ու իրավիճակից իհարկե։ Այստեղ Ղարիբյանը փայլուն պաշտպանվեց Սարգսյանի դեմ։ Վարդսերուն Սարգսյանն է արդեն աչքի եզրում, Ասթոն Վիլայի ֆուտբոլիստները գնդակով են, Ջանիս Սարգսյան։ Եվ այստեղ չստացվեց Թոփալ Քարաջյանի մոտ։ Այլ գնդակը եզրային նետում կլինի։ Եվ տեսնենք Ասթոն Վիլան պրեսինգ է գնացել մրցակցի պաշտպանությունում, Բարոյանն այստեղ փորձում է արագությամբ հասնել գնդակին, ու ստացվեց աչքի եզրում պայլ գնդակը եւ դեպի ձախ եզր փոխանցում Թոփալ Քարաջյանն այստեղ է, լավն է փոխանցումը եւ դարպասապան այստեղ վերցնում է գնդակը։ Փոխանցում դեպի Գալստյանը։ Ղարիբյան հաջող է տանում գնդակը Ղարիբյանը։ Եվ հարվածում, միջին տարածությունից ամեն դեպքում շեղ ստացվեց այս փորձը։ Եզրից նետում են Ասթոն Վիլայի ֆուտբոլիստները Գալստյան դեպի Տուգանային հրապարակ, բայց չստացվեց այստեղ ու Ադանայի ֆուտբոլիստները կխաղարկեն գնդակը, բայց միջև այդ փոփոխություն ենք տեսնում։ Խաղարկում է գնդակը Ադանան ու կշարժվեն առաջ։ Եվ Գոնչարովն է փակում գնդակի ճանապարհն այստեղ։ Եվ նորից Գոնչարով պաշտպանության աչքի եզրում է, այստեղ կա պրեսինգ եւ ուժեղ փոխանցում առաջ Ղարիբյանը։ Ընտիրում է գնդակին ձախ եզրում է, Սարգսյանը փորձեց խլում կատարել, Բարոյան։ Մուշեղյանն է փորձում ճնշել մրցակցին։ Ղարիբյան։ Տեսնում ենք հարված Ղարիբյանից, բայց այս անգամ էլ ուղղությունը ճիշտ էր ընտրել, բարձր ստացվեց։ Ավելի քիչ էր պետք բարձրացնել գնդակը այս դրվագում։ Եվ հաջող խլում Պողոսյանի կողմից։ Եվ տեսնում ենք հարված այստեղ ու գնդակը նորից դարպասում է։ Գրագետ հարված կատարեց իհարկե Ադանայի ֆուտբոլիստը եւ 7-րդ գոլն է հայտնվում Ասթոն Վիլայի դարպասում։ Սարգսյան փոխանցում առաջ, բայց այս փորձը չստացվեց, հարված դարպասից կլինի։ Պողոսյանն աչքի եզրում է։ Եվ խլում է գնդակը Ասթոն Վիլան, Գալստյան ձախ եզրով առաջ է շարժվում Գալստյանը։ Եվ մնալ գնդակով չստացվեց ու դարպասապան Մորյանը ուժեղ փոխանցում է կատարում առաջ դեպի արձակման ձախ եզր Թոփալ Քարաջյան։ Շարժում է առաջ, մտնում է Տուգանային հրապարակ։ Բարոյան, հետևեց հարված ու նորից գոլ Ադանայից այս խաղում, արդեն 8-րդը գերխոշոր հաշիվ է։ Երկու երեք
գրողը 1 գոլի են վերացում իրենց Ադանայի ֆուտբոլիստները։ Գոնչարով երվից հետևեց հարված, Ղարիբյանը փակում է դեպի Գալստյանը և Ղարիբյանն այստեղ հեռացրեց գնդակը, Ղարիբյան հաջող խլում և դեպի ձախ եզր փոխանցում, տեսնենք Ադանան ինչպես է այս գրողը զարգացնում դեպի Տուգանային հրապարակ, Բարոյան և Սարգսյանը խանգարեց այստեղ մրցակցին, արված դարպասից կլինի։ Հետևեց ուժեղ փոխանցում առաջ, Գալստյանը պայքարեց այս գնդակի համար և եզրային նետում կլինի։ Թոփալ Կարաջյան, տեսնում ենք հարված անդրադարձ եղավ, ևս մեկ փորձ, բայց դիպուկ չէր այս հարվածը։ Եվ Ասթոն Վիլայի ֆուտբոլիստներն են նորից դուրս գալու պաշտպանությունից, տեսնենք ինչպես կստացվի Սարգսյան։ Այս անգամ երկար չի պահում գնդակը։ Սարգսյանը միանգամից դեպի աջ եզր փոխանցում հետևեց, հաջող պրեսինգ ու գնդակի խլում։ Բարոյանից ով ակտիվացրել է զգալիորեն Ադանայի խաղը, Թոփալ Կարաջյան դեպի Ներսիսյան հետևեց հարված, բայց փակում են։ Եզրային նետում կլինի Բարոյան դեպի Տուգանային հրապարակ, Թոփալ Կարաջյան և ևս մեկ գնդակ է խփում Ադանայի 10 համարը։ Փոխարինվում է գոլից հետո։ Սարգսյան փոխանցում առաջ այստեղ Թովմասյանը տիրում է գնդակին, Ներսիսյան դեպի ձախ եզրը ուղարկում գնդակը, այստեղից Տուգանային հրապարակ դեպի և շատ լավ փոխանցում այստեղ ու գնդակը հայտնվեց դարպասում, ևս մեկ գոլ է խփում Ադանան, 10-րդն արդեն այս խաղում։ Ամեն գրող իսկապես վերացում են գոլի Ադանայի ֆուտբոլիստները։ Գոնչարով դեպի ձախ եզրը ուղարկում գնդակը, հաջող գործողություն այստեղ օդային փոխանցում և եզրային նետում է լինելու, միջև վերջ պայքարեց Բարոյանն այստեղ դիրքի համար։ Եվ տեսնենք Ասթոն Վիլայից ևս մեկ փորձ կլինի, վաղուց արդեն ամեն ինչ պարզ էր, առաջին խաղակեսի վերջում դա պարզ դարձավ, այստեղ ձեռքով խաղ կար, հաշվի մասին իհարկե արդյունքի մասին արդեն ամեն ինչ պարզ էր, բայց խնդիրներով է Ասթոն Վիլան մոտեցել այս խաղին, քանակական պակասով, կարևոր ֆուտբոլիստների բացակայությամբ իհարկե Գոնչարով։ Սարգսյան դեպի Գալստյանն աջ եզր։ Հաջող խլում ենք, տեսնում այստեղ օդային փոխանցում դեպի ձախ եզր, ազատություն է պաշտպանությունում, Թմոյանը մեկ հպումը ուղարկեց առաջ գնդակը, և տեսնենք հետևելու է արված թե ոչ։
Արված դարպասից կլինի։ Այդպես էլ արված չտեսանք այս դրվագում։ Եվ Սարգսյանը դեպի աչի եզր է ուղարկում գնդակը։ Թմոյան։ Դեպի ձախ եզր, Արթուր Սարգսյանն այստեղ է։ Մնաց գնդակով։ Օրիտ Սարգսյան։ Սարգսյան հետևեց հեռվից Սարվացի փորձը եւ այսպիսի գեղեցիկ գնդակ Aston Villa-ից։ Եվ հետաքրքիր մոտեցում Գոնչարովից։ Բարոյան Փոխանցում դեպի աչի եզր Ներսիսյան թողնում է գնդակը խաղանկերոջը այստեղից դեպի Տուգանայի նրա պարակ եւ Սարգսյանն է հաջող կորցում այստեղ եւ աչի եզրը փորձում արագության հաշվին շրջանցել բոլորին բայց Ղարիբյանն այստեղ լավ գործեց եւ արված դարպասից կլինի Ոչ, շամպիոնային ցույց է տալիս մրցավարը։ Տեսնենք Aston Villa-ն ինչպես է իրացնելու ստանդարտը։ Գոնչարով աչի եզրում է օթային փոխանցում եւ հայտնվեց գնդակը դարպասում։ Գալստյանն է խփում երկրորդ գնդակը Aston Villa-ի։ Այս խաղում այսպես Խաղարկեց գնդակը Ադանան, Բարոյան, Պողոսյանն աչի եզրում է, փոխանցում դեպի Ներսիսյանը, փակված է գնդակի ճանապարհը, Գալստյան, շարժում է առաջ, Համար պայքար է Գալստյանը նաև հարվածում է, բայց դիպուկ գտնվել չստացվեց։ Դարպաս Սապամորյանն է գնդակը մտցնելու խաղի մեջ։ Եվ տեսնենք փորձում է Aston Villa-ն իհարկե իրենց գոլերը փորձեցին եւ կարողացան երկուսը խփել դեպի Թմոյանը 12 գոլ փաստացի ունենք այս խաղում դեպի Պողոսյանն աչի եզր Խիթարյան Գոնչարովն է տիրում այստեղ գնդակին Ղարիբյան դեպի Տուգանային նրա ապարակ եւ տեսնենք դեպի Թմոյանով գլորում է գնդակը դեպի դարպասը Ադանան բաց թողնելուց հետո երկու գնդակ եւս մեկը խփում է
Գալստյանն է առաջ շարժվում։ Աչ եզրում է։ Տեսնում ենք փոխանցում, այստեղ Ղարիբյանն աշխատեց, գնդակը հայտնվում է ձախ եզրում։ Եվ անդրադարձ խլում են գնդակը Ադանայի ֆուտբոլիստները եւ փորձում շարժվել առաջ։ 4 րոպե ունենք միջև այս հանդիպման ավարտը Գալստյանը փորձեց մտնել Տուգանային հրապարակ, Սարգսյան դեպի Գոնչարովը, ով Տուգանային հրապարակում է, հետևեց արված եւ խնդրեմ եւս մեկ գնդակ։ Այո, այսօր այն տղաները, ովքեր հարցակման գծում միջև վերջ պայքարեցին, արժանի էին այս գոլերին։ Սարգսյանը, Գոնչարովը, Գալստյանը, նրանք գոնե 1 գոլի, այսպես ամենակիչն եմ իհարկե ասում, առնվազն 1 գնդակի արժանի էին եւ նրանք դա կարողանում են անել։ Ներողություն եւ կենտրոնից սկսում է Ադանան։ Տովմասյան ձախ եզրում է դեպի Ղարիբյանը պաշտպանության կենտրոն։ Գալստյանն այստեղ գնդակի խլում կատարեց, աչից խաղանկեր կար, Գալստյանը չփոխանցեց։ Տեսնենք հոթային փոխանցում, այստեղ գնդակը գալիս է ձախ եզր։ Թովմասյան եւ մրցավարի հետ պատխավարկում Թովմասյանից ու ձախ եզրով շարժում է առաջ Արտաշես Թովմասյանը, Բարոյան, Թովմասյան, գնդակը Մխիթարյանի մոտ է եւ ձեռքով խաղ կար։ Թովմասյան Մխիթարյան, ներողություն, օթային փոխանցում։ Եզրային նետում կլինի։ Եվ տեսնենք Ադանայի այս փորձը ինչպես կստացվի։ Եվ վերջ ավարտված է հանդիպում, այո, մրցավարը ճիշտ որոշում կայացրեց։ Վերջ այս հանդիպման համար այսքանը, մենք կվերադառնանք քիչ անց։